համաշխատավարն է բարձել, հիմա ատեստավորումը մտցրել են, ատեստավորումը հիմա կամ մարդ են, որ 150 կիլո ինքը չի կարող 2 ժիմանի, բայց ինքը մարտական դիրքեր, ասենք իր մեքենան այնքան շատ լավ է շահագործում մարտական դիրքերում, որ ասենք այն նոր ընդունված պաշտպան հայերեն ասած չի կարող ինքը մարտական դիրքերում կվարի։ Դա էլ է վերաբերում, որովհետև այն կառույցները, որոնք կապված են այլ ֆունկցիաների հետ, դատախազություն, քննչական կոմիտե եւ այլն, ոչ մի ատեստավորում չկա։ Հենց մի անգամից աշխատավարձերը բարձրացնում են, վերջ։ Բայց բանակից ատեստավորում են ուզում, ուսուցիչից ատեստավորում են ուզում։ Այդ լրիվ ընդունել է փոխելու են։ Իհարկե, ամբողջությամբ դա պիտի վերանայվի։ Հարց ընդհանուրից ու всё, ասենք հիմա այս վերևի գյուղում էլ այգուտում, մեկ էլ ներքևի գյուղը Ահավնավանքում գազը կա, գազը, բնական գազը կա։ Հիմա ասենք ստե 3-4 գյուղ կա, որ այդ գազը չկա, ասենք ընդհանրապես չկա։ Հիմա այդ գազ հարցը ու հիմա անտառները մտցրել են էկոպարեկներ, չեն թողում մարդիկ փետ բերեն, բայց հիմա ժողովուրդ ինչով ապրեն։ Այդ հարցը 20 տարի առաջ է կստոր պարոն Քոչարյան։ Եվրոպա, բայց այս գյուղերը հենց այն ժամանակ են գազը ստացել։ Խիչ ստացա, մի հատ ինձ հիշեցրել եք։ Հոսք կա, բայց այդ հոսքը այս 30 տարեկան է, 30 տարի ոնց կա ճանապարհն ունենա։ Հա, զուտ Ընդամենը երեք մի կիլոմետր կամ կիլոմետր ու կես այդ հոսքի պատճառով, ասենք, ստե բնական գազ չեմ վերել։ Որովհետև այս ամբողջ զորակը գազոֆիկացրել են, ես չէի հիշում, հիմա հիշեցրել եք։ եք։ Ձեր ժամանակ շատ լավ է, պարոն Քոչարյան, ես չի Պետք է թողու որ բերում անտիկ վառը, գազը չկա, քիչ միտի։ Հիմա սա ժողովրդին են, որ այնպես է դարը, այնպես չէ էլի քաղաքականություն ցենք ուզում, բայց այսօր մենք ձեր մեջքին sense ավելի լավ sense ասած կարող ենք հենվել, քան պարոն Փաշինյանը էլի մի չենք էլ ուզում շատ բաներ խոսան կամերաները, սա կարողա ձայնագրումը 3 հատ ընտրություն էլ է, ես այնպես չէ էլի հիմա ապացույցներ ունեմ։ Ես 3 անգամ է ձեզ եմ մտրել ու հիմա կուզեմ որ դուք լինեք Պարոն, ուրեմն 4-րդ անգամ նորից ձեզ ենք ընտրել։ Եվս Աստղ ու մեկ էլ այսքան ժամանակ մի բան է արմացել, որ ոնց հալի Սերժ Սարգսյանը ասենք իր այդ մանդատը տվել Նիկոլականին, չէ, դա հիմա չէ, ասենք խիա տվել, որ ասենք այսօր այս ժամանակ ունեցել ենք Ղարաբաղը, հիմա ասենք ես Ղարաբաղ եմ ծառայել ու ասենք այնպես չէ, հիմա շատ վիշտ կա, էլի ասենք Մարտունի 2-ում էր։ Մոնթեզը ասում։ Հա, հենց Մոնթեզը։ Շուշուտ տենանք, սա է շուշուտ, ընտրությունից ընտրություն չտենանք։ Մա այդ թեմայի մեջ չխորանամ։ Չէ, հիմա չէ։ Ով ու մանդատը հանձնեց։ Քոչարյան։ Հա, չխորանամ։ Այո։ Այսինքն այդ պարոնը ես մի քիչ լավ չեմ, ասում եմ Գեր Քոչարյան։ Դուր չկալի ճիշտ ասած։ Մեր այս հողերի արժեքը ես իմ տարերն հասցրել ես իմ ում հորգինն են դրել վերներեն։ Ախպեջան մի դենը նայեն քարքարոտ հողը։ Նա միլիոնանոց հողեր, հա։ Մարդիկ չեն կարում դաժե հող առնեն ասենք, ինչ որի բասարկեն։ Աճուրդ պետք է արվի, то есть ինչքան ինչ պետք է անի։ Կատաստրային արժեքը ասում են 1400 դրամ է։ Մինա էլի տաշկոտ նայ, տեսեն օրինակ նա 6000 դրամանոց հող է, թե դա ինչ է։ Սարի դոշ ու տեսեն ինչ era, քարեր ասա։ Այդ մեկ։ Երկրորդն էլ է հարկերը, հողի հարկերը։ Օր-օրի վրա բարձրացնում են։ Սա միշև երբ հատևելու սա։ Նամակել սրոկն դրել ամսի 27 թիվն է, 26 թիվն է, իբր թե վերջինը պետք է լինի, բայց հա աճում է։ Չեմ հասկանում, դե փողը չի ելի կոնտրատ աշխատավարձը, թե ինչ չանում։ Պարտիավաճառը փողը չէ։ Հա դե պարտիավաճառին չի ելիքում։ Ախպեջան, դե գնան միտենից ստանում բյուջեից ստան մկել իրանց։ Նայ, իմ մոտեցում հետևյալն է։ Եթե գյուղում մարդ ուզում է մի բան սարքի, ոչ թե հողի գինը պիտի ավելացնես, հակառակ այն բանով էլ դու պիտի օգնես։ Պիտի խրախուսես մարդու, որ կառուցի գյուղում, ոչ թե Երևանում։ Հակառակը, պետությունը ինչ որ չափով պետք է մասնակցություն տվի։ Հիմա ներողություն, գյուղացի մարդիկ են սաղասել, ենթադրենք մի հատ զուգարան է սարքում, բաղջիտ մեջը։ Բան պետք է տանես պրոյեկտ տանել, то есть ինչեր անեն, ինչ ֆոկուսներ անեն։ Հա, դու բանը տունը ավելացրիր, կողքից մի շինություն արիր, պետք է տանես պրոյեկտ անես, փոխես։ Ես ինչեր դա ինչ բան է։ Գյուղ տղա այմա, հա։ Անես Ինչ անեկդոտ կար, չգիտեմ, գիտեք թե չէ, որ բանա, այդ մի քիչ ուրիշ անեկդոտ է, չէ։ Որ մեկը բանա, ինչ որ բնակարան է ստանում Մոնղոլիայի բանի այդ կողմերի մասին էր, մի քիչ։ Բայց յուրտ այո մեր ապրում միշտ, հիմա բերել է այդ բնակարանի մեջ
մեջին յուրտ անդերելա յուրտայում ապրում տուն ասարկել ավելի ճիշտ ինչ որ իպոթեկով բանով հետո հարցնում ասում է տուալետը ուր ես գրում ասում է զայուրտո հիմա եթե տուալետ սարքելով համար ինչ որ հատուկ բաներ են ուզում ուրեմն Չի նա ախոջան գյուղում ապրող զատոստը մեր ճոխ մի կդ մարդ ամնացել սաղել թողել գնացել հա եթե մարդկանց էլ բան չեն անում մնան ինչ անեն այստեղ Վերդիքներ փաստացի բնակչություն ինչքան չեմ իմանում բնակչությունը կոնկրետ Գիտենք դա քան բայց գազա շատ էր էլի որենք Գիտենք դա քան գազա շատ էր բայց հիմա չկա մարդիկ թողել են գնացել սա քաղաք են գնում սա եսին որ դեն գնում որ մի կերպ յոլակ են որ դե գործը չկա բան չկա Հիմնական վատակալական հողերը աշխատանքի համար գնալ հա Ռուսաստանը գնում սա բավար դեն գնում բանը այս վատակալական մարդիկ վերցնում են ասենք որ խոտա մոտա քաղեն բերեն անասուն էդ էլա թանկացրած դե սալարկի մալարկի մասին խոսք չկա հենց կասիլկեն մտավ խոտի մեջ սալարկը նլնում է եսին ոսկի ժանատա ժամանակ բան ենք տալիս եւ պարատանյութ ենք տալիս գյուղացուց եւ դիզվարելիք ենք տալիս պարատանյութ ենք տալիս եւ նյութաքիմիկատներ ենք տալիս հիմա վերացավ չէ եղել ուրեմն վերանալու են աշխատանքի տեղեր լինի գյուղերում հիմա ասենք օրինակ մի հատ սպանդանություն դրել Դեր չկա որ հանձնենք այդ զալոր մալոր լրիվ հիմիլ արաղ են քաշել բայց այդ չկա ինչ անեն ժողովուրդը ճանապարհի հետ ասենք բոլորը ֆինանսիալ կապված է այլ ասենք եթե գյուղացին պահում է մի հատ սուլիկ որ պիտի ծախի օրինակ 350,000 դրամ մենակ 50,000 դրամ ճանապարհի ծախս անում Ճամբարակում ընդհանուր սահմանային շրջաններ ոչ դիահերձարան կա ոչ ազնագրային կիտ կա ոչ կատաստր կա ոչ բան ամենակարևորը գոնե սահմանային շրջան որպես դա լինի էլի օրինակ Իջևանում 17 հատ մուտք կա ազնագրի բաժին բայց դե մի հատ բաժին չկա ազնագրի այ դե համարը բոլոր տեղ նույն հարցն են դնում դիահերձարան ձեր դպրոցին հալա ձեր չեն տվել չէ այն ամեն դպրոցը հալա ձեր չեն տվել բայց հերթի մեջ սպասեք հեսա դրանել են հասնել հերթի մեջ է ոնց հերթի մեջ է Յոթի մեջ է կոնկրետ ներքևի գյուղում աղավնավանքում դպրոց են սարքում ասենք 300-400 հոգանոց մարդ որ գնա այդքան աշակերտ բայց եթե բնակչություն օրինակ 20-30 հոգի այդ դպրոցում սարքում չէ ուրեմն սա են փակելու մյուսն են փակելու մյուսն են փակելու մյուսն են դե լրիվ փակելու փակված է իհարկե սա մեր ծրագրում հստակ ֆիքսել ենք որ դպրոցաշինությունը դպրոցներ փակելու համար չպիտի լինի դպրոցներ փակելու համար եթե դպրոց ես կառուցում մի հատ 5 հատ փակելու համար վակյան ընդունել է մենք ներքևի գյուղում մենք զոլավանքում ենք մնում ասենք շատ կուզեն որ այս դպրոցի հարցը լուծվի աշակերտների գնալ գալու հարցը որովհետև աշակերտները առավոտը մանկապարտեզի գազելով գնում են գալիս են այստեղ իշնում գնում դպրոց հետո ժամը 2-ին 1-ին երբ ավարտում են դպրոցը արդեն ամեն մեկը իր ոտքով չգիտեմ հիմա մեկը 3-րդ դասարան ինչքան է 3 կիլոմետր դե լավ մեծը կարա բայց երկրորդ երրորդ դասարանի երեխան ոնց պիտի գնա դե երկրորդ երրորդ դասարանը մեր գյուղում մա ասենք 4 աշակերտ է մնացած ասենք 4 նու մեկա հերո ձմեր անձրև բան ոքո առանձնական մեքենաներով այսօր ասենք կարան էլի մեր գազել տրանսպորտ բանալի տրամադրեն ժողովրդի հիմա ամեն մեկ իր երեխան են որ վստահելով մեկ կարա ավտոյի տակ ունի գազելներ աշխատանքների յուրերը տանում ավոնում լավ հասկացա ուզում ասեմ այս 16 տարի է մեր տունը հոսքի տակ է 7 շունչ ենք ստրատանում դրատանը չգիտեմ ինչ անենք ոչ մեկը չօգնում ես ոչ մեկը հա դրես սարայում է նայումնիկ է Ղարաբաղել է եղել հա հիմա ասենց մնացել ենք նայումնիկ չի պայմանագրային է հա նայումնիկը լավ բառ չի հա դե չեմ կարող պայմանագրային է ինչ անենք ոնց անենք ոչ մեկն է չօգնում ես 7 շունչ ենք Ներս հիվանդ, ես հիվանդ, չգիտեմ։ Սրանները տանում։ Հա, ինչքան մնաք սրանները տանը։ Տան գիներն են, չգիտեմ ինչ։ Քանի տուն կա այդ վիճակում։ Այդ վիճակում մեր Մերոնք հելված։ Вообще-то կա, բայց դե իրանք մնում են, ես չեմ մնում։ Քանի տարի է դուս եկած։ Չի արվում, թե Չէ, սա ամառացնել։ Չէ, պիտանիչ։ Հա, ճանցա չկա, սախտները քանդված։
արդեն ծրվել է։ Հա, Երկու տարբերակ է, մեկը ուղղակի դիալոգիա են անում կամ ամրացնում են, բայց դա շատ դեպքում ավելի թանկանացնում Չէ, քան բանը։ արդեն բան արած Ու է։ նոր ֆինանսավորում են, նոր տուն են կառուցում, արդյոք ասում են այստեղ։ Вообще չկա, մաշինը չկա։ Համանեղություն չի, մենք կարող ենք գնալ ու ձեզ ցույց տալ մեր բնակարանը։ Շատ ահավոր վիճակ է։ 16 տարի է։ 7 շունչ են, չգիտենք ինչ անենք, ոչ մեկը մեզ չօգնի, ոչ մեկը, հա, արդեն քանի տարի է։ Դիմել եք, Դիմել մարզկարան, ենք։ Դիմել Դիմել ենք, ենք։ ոչ մի ոչ մի պատասխան չենք ստացել։ Մենք ոչ մեկից ոչ մի պատասխան չենք ստանում։ Ոչևի։ մի շինարար կա ստեղ մասնագիտությամբ։ Կա շինարար։ Եթե ձեր Մի գյուղում, մի գյուղի տուն սարքելը, ինչ գումար կնստի։ Մի րոպե, հեսա, հա, Ժորժա, Երկաթ կոնստրուկցիայով այսօր ավելի հարկ։ տունը ինչքան կնստի գյուղում կառուցելը։ Նկարի։ Հա, մի տունը մոտարապես մի փոքր տուն ինչ կա։ Տունը, թիվը ասեք։ 20000 միլիոնի Հիմա ես ուզում եմ բան անեմ, էլի մի հատ օրինակ մի անգամ եթե պարտիավճար մի ամիս չտան։ Քանի նման կարգի հարց կարելի է լուծել գյուղերը։ Ձեր հարցը 3 ամսում կարան լուծի մի ամիս մարդ չգնա պարտիավճար չստանա։ Մենք դիմել ենք քաղաքապետարանին, որտեղ որ մենք հիմա բնակվում ենք, տունը վաճառում են, կամ պետք է ուրիշը գնի, մենք դուրս գանք, բայց արդեն որտեղ գնանք, մեզ ասել են, եթե այսքան տարի սպասել են, դե թող մի քիչ սպասեն, բայց մի քիչ ինչ կա։ Եթե ինչքան սպասենք։ Շատ արագ լուծումը, նման կարգի լուծումներ իսկապես հեշտ է։ Ամենից պարզ լուծումը դա է։ Եթե հոսքա օրեն պետքա տեղը փոխես մի ուրիշ տեղ, նույն գյուղում, եթե ուզում եք ստեղծես, տուն սարքեն ազնեցես։ Որտեղ դա մենք արել ենք, մենք ամենից մեծ բանի, եթե Գառնի ճանապարհի վրա, ասենց ամենից մեծ Հերոսներս Ղարաբաղցիք ենք, հադրութեցինք, բայց դե դու ես նկարում։ ոչ մեկն է մեզ չօգնում։ Դու Հադրութեցինք, բայց շուտ ենք լի դուրս եկել։ հա, ոչ թե ես վերջերս։ Հալես Դե լայք արա։ շուտ ենք դուրս եկել։ Պարոն Քոչարյան, բնակապահովման մասին արցախցիների ինչ խնդիրներ, ինչ լուծումներ եք դուք գտնում։ Ես արցախցի եմ, վերջ 23 թվականից տեղափոխված։ Մեր բնակարանը, որտեղ ես այսօր էլ ապրում եմ, արդեն վաճառքի է հանված եւ մինչեւ մայիսի վերջը տանտերը կվերադառնա Ռուսաստանից ու բնակարանը կվաճառի։ Հիմա մենք կմնանք էլի քոչոր կյանքով։ Նայեք, ես չեմ կասկածում այն քանակը, որը կա, որը Հայաստանում է։ 2-3 տարում ամբողջությամբ կարելի է բոլորի հարցը լուծել։ Ամբողջությամբ։ Ինքը տպավորությունը ամեն ինչ անում է, որ դուք ստե չմնաք։ Շնորհակալ կլինք, եթե ապահովեն։ Նայեք, ամենից հեշտ հարցի լուծումը նման կարգի հարցերի լուծումն է պետության համար։ Ես Տիրոջ ասենք մենք մի քիչ կմնանք։ չէ, ուղղակի ասեմ, այս մարդիկ եթե ձեր մասին չեն մտածում, ուրեմն $30,000 հաստատ պայմանագրային անգամ աշխատավարձը նա 40,000 դրամ աշխատավարձ է ստանում։ 7 շունչ պահելը հեշտ չի, որ մի հատ $30,000 տուն գնի իր ուժերով, իսկ իր տունը քանդվի։ Եթե ձեր համար նեղություն չի, մենք կարող ենք իրար հետ գնալ մեր տուն։ պետությանը հետևյալ բանն է, ինքը սոցիալական շինարարություն պիտի անի, ոչ թե բիզնես շինարարություն։ Կա պետության կողմից սոցիալական շինարարություն, օրինակ աղետի գոտին, իմ ժամանակ վերականգնել են Գյումրի, Սպիտակը, ու մարդիկ փող չեն տվել դրա համար։ Ամբողջությամբ պետության հաշվին շենքերը կառուցվել է, բնակարանները տվել են քաղաքացիների։ Հիմա սոցիալական շինարարությունը հետևյալն է, եթե նման կարգի վիճակներ կա, մարդ տուն չունի, տեղ չունի ապրելու, պետությունը պետք է շինարարություն անի այդ մարդկանց ապահովի։ Երևանը ինչ արվում է բիզնես է։ Ուղղակի մարդ իպոթեկ պիտի վերցնի, իպոթեկան ձեզ ոչ ոք չի տալու, բանկերը չեն տալու, հասկանալի է։ Դրա համար պետությունը պիտի մոտեցում փոխի, որտեղ սոցիալական շինարարություն Հայաստանում առնվազն վերջի 8 տարում չի արվում ընդհանրապես։ Չի արվում։
Ես չեմ լսել։ Տարիա մենք սպասում ենք այդ պատասխանին, որ մի օր մենք ստանանք մեր տան փոխհատուցումը, ես իմ երեխաները միջև եւ ապրեն ուրիշ տան այդ Ստրատանը մնում ենք։ մենք ուրիշ տուն մեր հիմունքներով մի թեթե վերանորոգենք, որ մեր երեխաները Ձև ասած պատերից պետությունը չվաճեն։ պետք է այդ հարցերը լուծի։ Եթե պետությունը չի լուծում, ուրեմն իր տեղը չի։ Ասում տեսություն պիտի գյուղացու հարց լուծի, գյուղացու ուշադրության կենտրոնում պահի։ Ոչ թե ընդհանրան Երևան ու Պարոն Քոչարյանի ծրագրում գյուղատնտեսության թեման Ես գիտեմ, շատ լավ Պետություն չկա, որը գյուղացու կողքին չի գա։ Պետություն չկա, որ գյուղատնտեսությունը չսուբսիդավորի։ Տանում է։ Թոշակներից տեղակ չեն այս մարդիկ, որ մեր ծրագրում կա, պարոն նախագահ։ Ասեք, սարին վրա եք։ Նախ գյուղատնտեսության հետ կապված մեր ծրագրում հստակ կետ ունենք, որ գյուղացիների աշխատանքը պետքա ստաժ համարվի։ Այսինքն դու քո հողի վրա աշխատում ես, դա ստաժը համարվելու։ Ոնց է Երևան գնում են գործի, հետո գնում են թոշակի ստաժեր տանն ենք աշխատում, մեր ողջ հողի վրա եթե աշխատում ես, դա համարվում է ստաժ։ Այո։ Այսինքն ոչ միայն պետքա այդ օգնել գյուղացուն սուբսիդավորման հարցում, մթերումների հարցում, չէ, բայց պետություն այս հերավորության վրա պետությունը պետքա սուբսիդավորի, պետքա օգնի, որ դուք կարողանաք մի բան անեք, թե չէ դուք չեք։ Այսինքն դուք քո հողի վրա աշխատում ես, բայց համել հետո որ անցնում ես թոշակի, դա ստաժ է համարվել։ Գիտես ինչ, մի հատ կոնսերվի բանի գործարան սարքեն, մեր բերքը իրենք հանձնենք, մեր Ապրես, բերքը մթերումների հետ կապված այդ պոպոկը կա, սալորը կա, խնձոր կա, տանձը կա, միշկ, ամեն կարողանալ իրացնել այդ ամեն ինչը։ Այդ ամեն ինչը որ մենք հանձնենք, այ ինձ ծով է, ես իսկ որ բաներ չտան, այս հծով եմ ես։ Բայց ես կարծում եմ ամենակարևոր նաև բաներն է, որ գյուղացու աշխատանքը պետքա հետո ստաժ համարվի։ Դե թող համարեն։ Մենք դա հստակ ամրագրել ենք ծրագրի մեջ։ Փոքր չենք, 75 տարեկան եմ, ես որ գնաս մտնես իմ բոստանը, կասես, հեսա, տեսելա։ Թեժքան էլ հետ եմ իմ բախջից ծառերը, հետ եմ, կտրեմ, սարկեմ, բուչիր դրուժբա եմ առդ տալից։ Ես ինձ էտի աշխատում եմ, ես ինձ էտի, ծավըտ տանեմ, որ տեսեմ, 75։ Էլի եմ աշխատելու, էլի եմ աշխատելու։